Իրանում եւ գերմանա-ֆրանսիական պատերազմները, որ 19-րդ դարին մշտապես եղել են, 20-րդ դարում եւս առնվազն երկու համաշխարհային պատերազմ, երբ որ դուք նայում եք թվերին, հսկայական առևտրային եւ տնտեսական հարաբերություններ ա մշտապես եղել Գերմանիայի եւ Ֆրանսիայի միջեւ, բայց դա երբևէ պատերազմը չի կասեցրել։ Սովետա-գերմանական հարաբերությունները 1939-ից 41 թվականները շատ ընդգրկուն էին մեծածավալ, բայց եւս դա չկանգնեցնեց։ 88-89 թվականներից այդ բախումներից հետո պատերազմի վերացած հայ-ադրբեջանական այդ պատերազմը Հայաստան եւ Ադրբեջանը սովետական միության ներսում հսկայական հարաբերություններ ունեին տնտեսական։ Այսինքն պատմությունը ցույց է տալիս, որ տնտեսական հարաբերությունները, այն էլ ինչպես ուզում են ներկայացնել, պարզ առևտրային հարաբերությունները չեն կասեցնում պատերազմները։ Մենք դա տեսել ենք։ Միշտ ենք տեսել։ Օրինակ, վերցնենք Սիրիա-Թուրքիա հարաբերությունները, Ասադի օրոք Էրդողանի հետ միասին տոլմա էին ուտում, ընտանեկան բարեկամություն կար, եղբայրներ էին, բայց հենց այն պահին, երբ որ Էրդողանը հասկացավ, որ եկել է պահը ինքը զորքեր կարող է մտցնի Սիրիա եւ խորանա մի քանի տասնյակ կիլոմետր առնվազն, իրենք արեցին։ Ցավոք սրտի նման մտահոգություններ եւ հիմնավոր մտահոգություններ մենք ունենք նաեւ Ադրբեջանի պարագային։